Հայրիկ դուք էլ եք թոշակառու տարիքի եք, գոհ եք ձեր թոշակից։ Ես Եվրոպայում ապրել եմ 10 տարի, միայն նրանք են գոհ։ Դեղ ամենս քիչ թոշակ եղել է 500 մանետ, 5 միլիոն համար է մեր փողով։ Մեր կյանքում դրան չեն հասնի։ Բայց ասես 10,000 դրամ ավելացրել եմ, կարակ գնաք Կիպրոս կոֆե խմեք հետ գաք։ Ես Փարիզ։ թորանս որ տալիս եմ 10,000 ծիծաղում է, ասում ես ինչ է։ Թորս փոքր երեխա է հելա, մեծ էլ ունեմ ասենք։ Ես թոր ունեմ 34 տարեկան, 35 տարեկան, ծորել ունեմ, բայց այդ երեխուն որ տալիս ես, ասում ես ինչ անեմ։ Նա ուզում է այդ հեռախոսներ են թանկանոց հեռախոս, iPhone դրնի, ամեն ինչ։ Այդպես մարդիկ են ղեկավար դառնում։ Իսկ սովետի ժամանակից եք ոնց էր։ Հերթով պետք է էտապները անցնել։ Հիմա կասեն, սովետի կարոտախտով եք ապրում, ուրեմն Կրեմլի ագենտ եք դուք։ Կրեմլը բանի պետք չի, ոչ Ռուսաստանն է բանը, ոչ Կրեմլը, ոչ մեր Հայաստանը։ Մենք սիրում ենք ազատություն, մաքուր աշխատանքով ապրեն ժողովուրդը։ Մենք աշխատել ենք։ 35 տարի ես աշխատել եմ։ Մի բնակավ հայելեկտրոմեքենա կազմակերպությունում աշխատել եմ։ Թեկուզ մենք Մոսկվային ենք ենթարկում։ Բայց աշխատել ենք մենք ված ենք ապրել։ Ամեզերի գործ արել եմ։ Իրեր կոմսամոլի քարտուղար եմ եղել, պրոբմիզան նախագահել եմ եղել։ Այն հին չինովնիկներից եք։ Հա, չինովնիկ չէ։ Այն վաղտ մեր քարտենքով ենք ապրել, այն վաղտ ոնց որ մեր պապերը ունեցել են ասենք բան չէ։ Ես սպորտսմեն տղա եմ եղել, ես բանագից եմ կոմունիստ դառել։ Որպես սպորտսմեն մենք այն վաղտ բան մարդիկ փող են տալիս որ կուսակցության մեջ մտնեն, իսկ մեզ ընտրում էին։ Ոչ թե բան են անում, փող են տալիս որ ընտրվեն, ես բաց լսել աշխատանքով մեր բնակավարում առաջ ես գնում ազան լավ սպորտսմեն ես եմ, քեզ առաջ են քաշում։ Հայրիկ, հիմա այստեղ Փաշինյանն է գալու, մասնակցելու եք հավաքին իր քարոզչական։ Ինչ կապ ունի։ Ինչ որ բան ունեք իրեն ասելու, հարցնելու։ Ես արդեն ասելու իրանք չգիտեն ով ինչա, բոլորն էլ գիտեն որ ասենք ես կուսակցական եմ եղել կամ սա սուտ բան է։ Մարդը մնում է մարդ, եթե մաքուր մարդ է, մաքուր կուսակցություն էլ մի կարգին բան չի եղել, մեր մոտ էլ են թալանչիներ եղել, ես արմիության աշխատող եմ եղել համելման, ես հիշում եմ, միջև իմ ընտրվել է ու արմիության նախագահել են, տղեր կային, որ իրանք աշխատում էին, փողը գերում էին, կիսվում էին, կեսնանք, ես որ եկել եմ գնացել եմ այդ բան անելու, նա տղա զարմացավ, իրանք բանի ժամանակն էր, որ ասենք այն ժամանակ մենք անազգանով գիտենք ասենք էլի։ Հայրիկ, հիմա դուք հարց չունեք տալու Փաշինյանին, ինչ որ հարց։ Ես ինչ հարց տամ, ես կցանկանամ խաղաղություն էլ աշխարհին, մեր ժողովրդին բարեկեցի կա կյանք, որ իրանց աշխատով ապրեն, աշխատատեղեր բացվեն։ Չկա աշխատատեղ, գոհ չեք, ինչ արել է։ Չեն արեք, հանդել են, մեկ հարուսած է։ Հայաստանը, Երևանը և ծանր արդյունաբերության և թեթև արդյունաբերության մեծ քաղաք էր։ Աշխարհում մեծ դիրք ունեինք։ Ես 360 գործարանում եղել եմ գործուղում, 360 գործարան սովետական միության բոլոր ռեսպուբլիկաներում եղել եմ, դաժե Թուրքիայից Բաքվում եմ եղել։ Հիմա դուք ում եք ընտրելու, հայրիկ։ Այդքան անցյալ։ Չեմ ասի։ Այն որոշ եմ կիմանանք հլա տնանք
Հատի լավ ասա Փաշինյանը։ Չէ, կարև չի, ուրախանալու բան չկա։ Բայց կողմնորոշվել եք ում եք ընտրելու։ Ես արդեն էտենես գախնիկա, որ դու պետք է իմանաս, ով է ինչ գործեր անելու լավան։ Հայրիկ ձեզ դուր է գալիս, որ Փաշինյանը քարոզարշավների ժամանակ ընդդիմադիրներին ասում է, օրինակ Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, կզծնելու եմ, սատկացնելու եմ, պատերով եմ տալու, ձեր քաղաքական դիակի մնացորդները հանելու եմ։ Ասում են, բայց այդ ոչ մեկին էլ դուր չի գալիս։ Այս արտահայտությունները տենց մարդիկ որ դուր է գալիս, իրանք դրանցից վեց արեն ուրեմն։ Ձեզ դա չի գրավում։ Տենց բանը չի գրավում, ինձ որ հարց վերեցին, ասում են ես ասենք, ամեն տեղ կա, տենց պետություն չկա, որ մաքուր են բոլորը, Ամերիկայում, եղբայրս Ամերիկայում ապրում, քուրս Իտալիայում ապրում, մեծ տեղես հենց Ռուսաստանում ապրում, տես, մենք խենք պարակտ է, որտեղ մեր երկիրը քանդվել է, բայց ես չի կարա դեղ ապրեմ, մեր դանիները ուրիշ է, էլ ասենք, ես հող ուրիշ է, մեր ծնող հարգողը ուրիշ է, հողը հաշվող հարգող ուրիշ մարդ է, ամեն մարդ, այն ջահելները կարող է իրանք սիրահարվեն, նեթան ամենտեղ կարան ապրեն, ես չեմ կարա ապրեն։ Ողը դուք էլ սիրահարվում Չէ, այս տարիքում 82 տարեկանում էլ մենք այսօր եկուց դարը հեսա լրանումա, մենք ցանկանանք երիտասարդների համար ենք ապրում, մեր ծորների համար ենք ապրում, որ նրանք բարեկեցիկ կյանք վարեն, լավ սովորեն, հիմա մեր երեխեքին թորներից ինչ եմ ասում, լավ սովորեք, միշտ պետք է գալու եք։ Շնորհակալություն հայրիկ, ձեզ էլ առողջություն։ Մենք Շնորհակալ եմ։